ուսանողները պիտի անպայման գան հենց այստեղ հանգստանալու։ Ասեմ ինչի, հեսա ասեմ։ Որովհետև Ռոմանոյի ֆակուլտետի աղջիկները հաստատ գնահատելու են մեր փակտակացող լողավազանը, որ գան այստեղ թիթիզ նկարներ անեն, ցեն Instagram։ Իսկ այս հատվածում լինելու են այն տղաները, ովքեր հավաքվում են Ռոմանո-գերմանական ֆակուլտետի մոտ, որ աղջիկների սպասեն։ Այս շոկեբարնիկը ֆիզիկայի ֆակուլտետի տղաների համար է, շատով չգա, 3 հոգի կար այստեղ նստի։ Չնայած ֆիզիկայի ֆակուլտետի երեխեքը միշտ քիչ են լինում։ Այ այստեղ ամենալավ պատրաստող ուսանողներով կգաք խորոված կպատրաստեք, ճիշտ է, համեղ պատառի բրդուճներին չի հասնի, բայց պակաս էլ չի լինի։ Իսկ այս տաղավարում էլ կվայելեք ձեր պատրաստած խորովածը, որովհետև հեսա միջանկյալները սկսում են ու հաց ուտելու ժամանակ էլի չեք ունենալու։ Ես էլ եմ ԵՊՀ-ից, լավ էլ գիտեմ, որ ֆիզկուլտի ժամերին գլուխ եք պահում, դրա համար կգաք ստեղ կոնեք խաղաք կոմպենսացնեք։ Իսկ այս խարույկի զոնայի շուրջ նստելու են այն զույգերը, որոնց իրար հետ կապել է հենց ԵՊՀ-ն։ Այս մեր հյուրասենյակն էլ լրիվ ուսանողական խորհրդի սենյակն է, որ ուխա անդամներով հավաքվեք, նստեք, այստեղ կարևոր հարցեր քննարկեք ուխը նախագահի հետ։ Իսկ այստեղ կգան բանասիրական ֆակուլտետի գիրք կրծող աղջիկները, բայց նրանց կզգուշացնենք, որ գիրք կրծելու տեղ չի, թող համեղ բաներ պատրաստեն, հյուրասիրեն մյուս ֆակուլտետներին։ Այստեղ 7 ննջասենյակ ունենք, բայց ինձ 1000 անգամ կներեք, ես ննջասենյակը սև շենքի երեխեքի համար է, որովհետև իրենք առանց դա հեռու են գլխավոր մասնաշենքից, այս մի առավելությունները թող իրենց լինա։ Ճիշտ է, ԵՊՀ-ն ու իր ուսանողները սեր են, բայց ավելի սեր են դառնում, երբ օգտվում են ամառանոցային առանձնատներից։